Կվանտային տվյալներ, quantum data type տեսնենք ինչ է ներկայացնում իրանից, իրենց ինչ է ներկայացնում, այսինքն տվյալները կվանտային համակարգում ինչպիսի հարաբերության մեջ են գտնվում։ Բարդ թեմա է սա, բայց մենք հասանելի կամ հասկանալի ձևով կփորձենք աշխատել իր հետ, առավել եւս ինչպիսի ռեսուրսներ են օգտագործում, ինչպիսի հրամաններ են օգտագործում կամ ինչպիսի բլոկներ օգտագործում ռեսուրսների հետ կապված կամ նրա ազատման հետ։ Ինչևիցե, մեզ մոտ ունենք տվյալներ, ունենք փոփոխականներ եւ կլասիկ ծրագրավորման ժամանակ էլ կա Q-sharp-ը համադրում է երկու համակարգերը, ուրեմն իր մեջ, եթե դուք չտեսնեք քվանտային հրաման, բացարձակ C# նման ինքը հրամաններ ունի, նախորդ դասերում տեսանք, սկսած let-ից, վերջացած for-ով եւ այլն։ Ուրեմն այս երկուսի համադրությունները Q# թույլ է տալիս, որ երկու լեզուների կամ ավելի շուտ երկու մոտեցումները միտեղ հավաքել։ Շատ լավ, այսինքն ինքը միայն քվանտային չի։ Հոգնում է մեզ, որպեսզի մենք կլասիկայով, քվանտայինով հեշտ փաթեթներ կամ խնդիրներ լուծել։ Հնարավոր է, որ միայն քվանտային լիներ։ Ուրեմն պարզ է, եթե մենք սովորական տիպերն ենք դնում, դա կգնա կլասիկա, եթե քյուբիտային համակարգ ենք մտնում իր գեթսերով, դա գնա քվանտային։ Ինքը վերաբաշխում է արագ քանի, ցանկալի կլինի, որպեսզի ավտոմատ այդ տվյալները որը ուղարկել քվանտին, որը թողնել կլասիկին։ Այդ խնդիրը լուծվում է հենց տեղում։ Պարզ է, քյուբիտների մասին ինչ գիտենք։ Քյուբիտները հրամաններով են դա կատարվում եւ դրանք պրոցեսորի, քվանտային պրոցեսորի հրամաններ են կոչվում։ Պարզ է, այդտեղ կա քվանտային վիճակ, քվանտային state եւ պարզ է, եթե ֆիզիկական մակարդակում այդպիսի գործիք կա, ոչ թե էմուլյացիա քվանտայինի, այլ հենց այդպիսի արտաքին սարք, CPU, cloud, կարճատեսի սերվեր, ապա քյուբիտները ավելի արագ կաշխատեն։ Հիմա, եթե մենք ուզում ենք լոկալ համակարգչում, դասական համակարգչում, ամեն դեպքում քվանտայինը իրականացնել, չդիմել քվանտային տեխնոլոգիան, քվանտային կոմպյուտերին, քվանտային պրոցեսորին, դա թույլատրվում է։ Բայց ինչն է հետաքրքիր։ Ուրեմն, եթե քյուբիտ ուզում ենք իրականացնենք իր մաթեմատիկական եւ ինֆորմացիայի պահելու ձևով, այսինքն մենք ինֆորմացիա պետքա պահենք, այդ տվյալներն ենք պահում, ավելին մաթեմատիկական իրականացումներ ենք պահում եւ քվանտային իրավիճակ ենք ստանում, կլասիկայով քվանտային մոդելավորումը շատ ոնց ասեմ, անօգտակար պետքա կոչվի։ Հիմա օգտակար այնքանով, որ մենք գոնե ակադեմիականում օգտվում ենք։ Ես հենց հիմա դրանից եմ օգտվում։ Ապա ինչ բարդ process առաջանում։ Փորձեմ միտքս ասել։ Ուրեմն, եթե ես հանկարծ մի քյուբիտով ավելացնում եմ, մեր ներքին մաթեմատիկական եւ մաթեմատիկան իրականացնում է ֆունկցիաները եւ ինֆորմացիոն պահման ձևերը էքսպոնենցիալ են բարձրանում։ Այսինքն ես ստիպված եմ RAM պահանջել շատ մեծ, այսինքն դուք երբեք չեք կարող 50 քանիսից 5-ից ավել քյուբիտները մոդելավորել կլասիկ կոմպյուտերում, անհնար է։ Եվ եթե քիչ է, խնդրեմ 30-ա, 40-ա, կլասիկ սուպեր կոմպյուտերներում գոնե հնարավոր է, էքսպոնենցիալ է, 250 աշճանը գոնե լուծելի է, 240-30 աշճանը լուծելի է, ավելը չեք կարող։ Այսպիսի մոտեցում։ Քվանտային տվյալները դրանք լուրջ գործողություն են, եթե դուք ուզում եք օգտվել իրանից, բայց մոդելավորել ենթադրենք կլասիկ համակարգիչների վրա։ Ինչևիցե, Microsoft-ը ունի անուն տարածք, շատ լավ, որտեղ պահվում են հրահանգներ, հրամաններ, եւ այդ հրահանգները հենց քվանտային Q# լեզվի հիմնային մասում, ասենք ամենասկզբում չկա։ Ես օրինակ ունեցել եմ ստեղ օրինակ, եթե ես չվերցնեմ, ասենք Open Microsoft Quantum AES հրամանը, իր մայր օրինակում, որը հրամաններ ինքը չի կատարի։ Տեսեք, ինքը կարմիրով կտա գոնե message-ը։ New type-ը նախորդ օրինակն է, կատարի,
integer-ը ներդրված է, let-ը ներդրված է, բայց այս հրամանը message-ը բանից սպասում է ինքը library-ից կվերցնի, սա նախորդ օրինակի տեխնոլոգիայից մենք վերցրեցինք։ Ինչևից է, ուրեմն կսկսի ֆիզիկական քվանտային պրոցեսորի հետ աշխատանք է մեզ պետք, ապա այդ ժամանակ այդ հրամանները բավարարում են ռեալ քվանտային պրոցեսորում։ Այսինքն, եթե ես հիմա ավելացնում եմ այս հրամանը, ինքը մոդելավորում է եւ կլասիկայի ձևով է ինձ հետ աշխատում։ Եթե ես քվանտայինին դիմեմ, ապա քվանտայինում սա իր մեջ քվանտային կոմպյուտերը կօգնի մեզ, այսինքն կաշխատացնի, այսինքն ռեալ պրոցեսորներում, այսինքն քվանտային պրոցեսորներում քվանտային մասը կիրականացվի։ Ինչ է նշանակում դա։ Դա նշանակում է, երբ որ դու աշխատում ես քվանտային կոմպյուտերի վրա, ավտոմատ սա գեներացվում է, որ քվանտը կատարի, այս open եւ այլն ինստրուկցիաների խումբ։ Եթե քվանտային ես դիմում, ապա անակ ադամարը բանը եւ այլն, ասես այսպիսի տեխնոլոգիաների մեջ են մտնում։ Ինքը ավտոմատ ձևով կատարում է։ Մենք քվանտային ենք ընկնում, եթե ոչ, ապա սա ինքը էմուլյացիա անում մեծ խնդիրների համար անիմաստ է, նույնիսկ դրա մասին խոսելը։ Շատ լավ։ Այդ օպերացիաները ինքը կվերածի իր մոտ է կատարում եւ ստացվում է, որ լոկալ դասական համակարգիչները իսկապես աշխատում են այդ ներդրված կամ այդ օգնող ինստրուկցիաները այդ հրամանների հետ, սակայն քվանտայինի ժամանակ ավտոմատ ինքը կգնա պրոցեսոր։ Շնորհակալություն։ Շատ լավ բան է դա։ Հիմա ստացվում է սենց, եթե ես քվանտային եմ օգտագործում, արդյոք քվանտային այդ տվյալների պահելը, այդ հանրապես այդ տվյալների մանիպուլյացիան պահանջում է մի բան, որը մեզ ծանոթ է կլասիկայից, memory manager։ Այո, այդպիսի բան կա, memory management կա, garbage collector, եթե չեք մոռացել, C# կա, որը հղիչային տիպերին մաքրում էր, օգնում էր, շնորհակալություն, հիփում էր մաքրում, այդպիսի անուն էր ստացել, C++ կոչվում է դինամիկ հիշողություն եւ այլն։ Ուրեմն քվանտային տիպ է ստացվում qubit-ը, խիստ կապված ապարատային ապարատային մասին է կպած եւ խորհուրդ չի տրվում, եթե քվանտներով եք աշխատում, չունենալ քվանտային ապարատային մաս եւ ինքը էքսպլիսիտ տիպողական ձևով գնում է qubit-ը ստանում։ Առաջանում է խնդիր։ Այսինքն ոչ թե խնդիր, ենթադրենք յուզենք հրամանով ստանում ենք 0 վիճակ։ Երբ հատած qubit-ը դուրս է գալիս տեսանության տիրույթից, մենք փորձում ենք ղեկավարել տվյալները։ Ծրագրի բլոկից այն ավտոմատ ազատվում է ռեսուրսից։ Մենք ռեսուրս ազատելու տեխնոլոգիա ենք ստանում։ Պահանջարկ ենք ստանում, նույնիսկ տեխնոլոգիա բառը տեղին չի։ Այսինքն ռեսուրսները ազատելու տեխնոլոգիան Q#-ում կա, նորից եմ ասում։ Ռեսուրսների ազատման տեխնոլոգիան, որը C#-ում կար garbage collector-ով, ինքը ավտոմատ քվանտայինը մեզ միացնում է, ենթադրում է, որ քվանտային համակարգչի հետ ենք աշխատում, ուրեմն ռեսուրսներից ազատելու տեխնոլոգիան պարտադրում է, եթե բլոկի տիրույթից դուք դուրս չեք գալիս, շատ դեպքեր նույնիսկ error է տալիս։ Այսինքն ոչ թե ասում են ռեսուրսը չես օգտագործել, RAM-ում շատ տեղ է գրավում, դա C#-ի մասա, ոչ։ Եթե դուք reset-ով ռեսուրս չեք ազատում եւ բլոկից դուրս եք եկել, դուք պրոբլեմ ունեք, ես պրոբլեմ ունեմ։ Մենք ծրագրավորողներս պետքա տիրապետենք այդ հրամանին։ Այսպիսով reset-ը անցել ենք, reset all անցել ենք, երբ որ շատ qubit-ներ ենք ազատում, քվանտային կոմպյուտերը հանգստանում է մեր ձեռից, աշիպկա կամ error-ների տեխնոլոգիայից եւ ստացվում է, որ memory manager այստեղ կա, իր հրամաններով եւ այլն։ Ուրեմն, եթե հանկարծ այսպիսի պահանջ չի կատարվում, ապա սխալի արկայություն միանշանակ կարա լինի։ Այսինքն կատարման ժամանակ եթե reset-ը չունեք, մանավանդ հետագա օգտագործման ժամանակ հաստատ ինքը error-ների աշխարհ է մտնում։ Այստեղ նույնպես հիփ ենք անվանելու եւ հիփից ազատվում է ռեսուրս։ C#-ը, Q#-ը, քանի որ նույն աշխարհից են, ռեսուրսների ազատման տեխնոլոգիա, բայց բացարձակ մեր իմացած garbage collector-ի հետ
կապ չունի։ Մի փոքր նորույթ էր ու դրանով վերջացնենք։ Այսինքն, մենք չմոռանանք, որ ինքը ռեսուրսներ ա վերցնում, եւ եթե էմուլյացիոն ռեժիմում եք էքսպոնենցիալ ա բարձրանում, անիմաստ բան ա, 50-ից եւ ավել, 55-ից եւ ավել բիթերի դեպքում դուք չեք կարող արդեն էմուլյացիա ստանալ քվանտային ենթադրաբար կոմպյուտեր, ձեզ այդ կոմպյուտերն ա պետք, այսինքն 55-ից ավել բիթերի դեպքում արդեն քվանտային կոմպյուտերը կա, էմուլյացիայով, սիմուլյացիայով չեք կարող խնդիրը լուծել, մինչև այդ խնդրեմ, դասավանդման առումով ոչ մի խնդիր։ Եվ վերջինը, որ ասացի, շարունակեմ։ Ժամանակավոր քյուբիտն եւ ռեսետի կարիքը չլինի։ Սիրուն բան է։ Այդպիսի հրաման կա, եւ ռեսետի հրաման եթե չեք ուզում, ապա բրո հրամանն է տալիս, ուրեմն ռեսուրսներ չզբաղեցնելու քվանտային տեխնոլոգիա։ Հնարավոր է, մենք օրինակում դա կտեսնենք։ Ահա այդպիսի բան կա ժամանակավոր քյուբիտներ, բրո կգնի եւ սորական քյուբիտները, որ ռեսուրսների ազատման համար մեզ պետք է հրաման։ Ահա եւ փոքր օրինակ, ամեն օրինակից ինչ որ բան ենք սովորում եւ գնում ենք առաջ։ Խնդրեմ, այս իմ օրինակը, այս իմ copy paste-ը։ Այսպիսով կանոնի տարած քվանտային արդեն այդ տեսակետից ենք նայում, տվյալների հետ կապված։ Քվանտային կոմպյուտերների դեպքում ինքը ավտոմատ կգեներացնի եւ քվանտային ռեսուրսից կվերցնի։ Եթե քվանտային էմուլյացիոնը բարդացնում, ինչքան open ունեք, այնքան շատ վատ, այդպես վերցնենք։ Entry point, դեռ void է, ոչինչ չի վերադարձնում մեր operation-ը, դե main ինչ վերադարձնի, վերադարձնելու բան էլ չունի։ Մի հատ qubit ենք ստեղծում, մի հատ tuple ենք ստեղծում qubitներից, մի հատ register ենք ստեղծում array, տարբեր ստեղծումներ ա, բայց այս բոլորը քվանտային տեխնոլոգիաներ են, qubitների, այսինքն մենք քվանտային bit ունենք։ Նույնիսկ այսպեսի բան կա, որտեղ դուք կարող եք reset-ով հանել, reset-ով հանել, reset-ով հանել, reset-ով հանել, reset all-ով հանել։ Ահա սա կոչվում է տվյալների, ռեսուրսների ազատման տեխնոլոգիա, այսինքն այս վերնագիրը պետք է կոչվեր reset-ի, delete-ի, ռեսուրս ազատելու փոքրիկ դաս, բայց ինքը տվյալների ռեսուրսները պահում է եւ չմոռանանք սիմուլյացիայի ժամանակ ահավոր էքսպոնենցիալ ուտում է մեր ամբողջ RAM-ը։ Եվ ավելին, արդյոք այս հրամանը ճիշտ է, այո, այս հրամանն էլ է ճիշտ, այս հրամանն էլ ու այս հրամանն էլ։ Եթե դուք տեսնում եք ռեսուրս ազատող հրաման, այստեղ չունեմ։ Ես մնում եմ աշխատացնեմ իրեն, որը հապաղումով կլինի, քանի որ ինքը սիմուլյատորի կամ էմուլյացիայի ռեժիմով է գնում, այդ երկու բառերն էլ սխալ չեն, ինքը ոչինչ չպետք է տա, որտեվ ես մեսեջ էլ չունեմ, ընդհանրեն ինքը աշխատեց, որ այս բրո հրամանը սխալ չի։ Եվ այդ հրամանը ավտոմատ ռեսուրս չի վերցնում, երևի ներքին կարգով է, ռեսուրս չի վերցնում եւ դրա պատճառով ինքը կարողանում է աշխատել եւ եթե բարդ խնդրի մեջ իրեն տեղավորեք, ապա այդ բարդ խնդրի մեջ ինքը կարող է նաեւ այդտեղ աշխատել, այսինքն ոչ մի error-ի վտանգ չի առաջանում։